Պարոն Փաշինյան, Ռուսաստանը արդեն սկսել է վատ մեջ դնել հայ տնտեսվարողներին, մասնավորապես ծաղիկի ու կոնյակի շուկայի տնտեսվարողները մեծ խնդիրների առաջ են կանգնել, եթե խնդիրները ընդլայնվի, ինչի մասին նաև խոսում են ռուս փորձագետներն ու վերլուծաբանները, ինչ են անելու տնտեսվարողները եւ հարցին որպես շարունակություն, եթե հաջորդ քայլով ռուսական գազը թանկանա, ինչ է անելու Հայաստանը, ինչ սցենար ունի այս իրավիճակում։ Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ելի ուզում եմ ասել, որ ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել, որտեվ չի կարելի տենց մի հատ ընդհանուր պատկեր նկարագրել եւ այդ պատկերի հովանոցի ներքո վարկածներ առաջ քաշել։ 2018 թվականից ես տասնյակ անգամներ հրապարակային եւ տասնյակ անգամներ ոչ հրապարակային խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին։ Եվ մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն։ Հարգելի գործընկերներ, ես չեմ տեսնում խնդիրներ։ Այն խնդիրները, որ կան, որոնք կապված են տնտեսության արդիականացման, այսօր կառավարության նիստում էլ էկոնոմիկայի նախարարը դրան անդրադարձավ, որոնք վերաբերում են տնտեսության արդիականացմանը, մենք աջակցել ենք, աջակցում ենք եւ շարունակելու ենք աջակցել տնտեսվարողներին։ Բայց մենք նաեւ համաձայն չենք, որ այդ թվում տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացնել։ Եվրասիական տնտեսական միությունում կան հստակ ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի մասին կարգավորումներ եւ այդ կարգավորումները գործում են, այդ թվում մեր որոշմամբ, այդ թվում իմ որոշմամբ, որպես Եվրասիական տնտեսական միության տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ եւ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի անդամ։ Իմիջիայլոց ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, ով եւ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է եւ միջկառավարական խորհրդի անդամ է։ Այսինքն ես ԵԱՏՄ գործերին լավագույնս տիրապետում եմ եւ նաեւ իմ գործն է ապահովել, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների եւ աշխատուժի ազատ հոսք տեղի ունենա։ Եվ ես դա կապահովեմ։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր։ Եվ ձեր ասացի հետ կապված ասացի համար որևէ հիմք չկա։ Մենք չենք կարող Ռուսաստանի եւ որևէ այլ երկրի հետ հարաբերվել այն տրամաբանությամբ կամ երկիրը մի կողմ երկու սուբյեկտ չեն կարող իրար հետ հարաբերվել այն տրամաբանությամբ, որ կողմերից մեկը մտածի, որ դիմացի կողմը այս պայմանագիրն էլ է խախտելու, 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 էս էլ է խախտելու, էս էլ։ Այդ նշանակում է այդ խախտող կողմը ասում է ես սուբյեկտ չեմ պայմանագրային, ո՞նց կարա տենց բան տեղի ունենա։